Աստծուն փառք, սիրելի եղբայրներ, քույրեր։ Երբ որ բացում ենք Ծննդոց գիրքը, հենց առաջի գլխի, առաջի խոսքից, մենք կարդում ենք Աստծո ստեղծագործության մասին։ Եվ տեսնում ենք, որ Աստված ստեղծում է երկինքը, երկիրը լցնում է բուսական աշխարհով, կենդանական աշխարհով, ստեղծում է երկնքի աստղերը, համաստեղությունները, ամբողջ երկնային այս փառքը, որ մարդու համար տեսանելի է հիմա, այդ ամենը ստեղծում է։ 6-րդ օրը ստեղծում է մարդուն։ Եվ 7-րդ օրումը Աստված հանգստանում է։ Եվ թվում է, թե Աստծո գործը սրանով ավարտվեց, ինչ որ պետք էր արեց արդեն։ Եվ Աստված ինչ որ ստեղծեց երկինքը, երկիրը, երկրի վրայի ամեն ինչ ստեղծեց մարդու համար, որ տա մարդուն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս երկինքը մենք նայում ենք, ինչքան մեծ է, չէ, որ մենք մի հատ աստղ ենք տեսնում, գիտնականները ասում են, որ էդի աստղ չի, էդի համաստեղությունն է, դրա անտեղ է լիքը աստղեր կան։ Եվ այդ ամեն ինչը մարդու համար, բայց թվում է մարդուն էդի ինչի համար է, ինչ էդի մեզ մարդկանց։ Այս ամեն ինչը Աստված ստեղծում է, բայց Աստծո նպատակը, Աստծո ծրագիրը վերջնականը չէր, չավարտվեց Աստծո ծրագիրը։ Մարդը ստեղծագործություն էր։ Աստծո նպատակն էր, որպեսզի մարդուն դարձնի որդի։ Եվ որդի դարձնելով տանի երկինք, տանի իր փառքի մեջ։ Ուշադրություն դարձրեք, Արմեն եղբայրը կարդաց այդ հատվածը, ես կուզեմ մեկ անգամ եւս կարդամ Գործք առաքելոցի առաջի գլխի 9-րդ խոսքից մինչև 11-ը եւ երբ որ այս ասեց, նրանք նայելիս վերացավ եւ մի ամպ վեր առավ նրանց աչքերից եւ դեռ նրանք աչքերը ուղած մտիկ էին տալիս դեպի երկինքը նրա գնալին, ահա երկու մարդիկ երևեցան նրանց սպիտակ հանդերձներով, որ ասեցին. ով գալիլեացի մարդիկ, ինչ եք կանգնել եւ մտիկ եք անում դեպի երկինքը, այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կգա, ինչպես նրան տեսակ երկինքը գնալիս։ Սրան զուգահեռ ուզում եմ կարդամ Կողոսացիս 3-րդ գլխի առաջի խոսքից մինչև 4-րդ խոսքը։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեցեք վերինները Աստծո աջ կողմը։ Վերինները մտածեցեք եւ ոչ թե երկրի վրայինները, վասնզի դուք մեռաք, եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ, բայց երբ որ Քրիստոս մեր կյանքը կհայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Մենք տեսնում ենք, որ Հիսուսի երկինք գնալը, որ ինքը համբարձվեց եւ հրեշտակը ասում է, այն ոնց որ տեսակ, որ գնում է, այտենց գալու է ինքը։ Եվ գալու նպատակը, եղբայրներ, քույրեր, լինելու է, որ գրված է, որ բայց երբ որ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այսինքն երբ որ ինքը գա, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Աստված ուներ նպատակ ստեղծագործության ժամանակ, մարդուն ստեղծելուց։ Աստծո նպատակն էր, որ մարդուն տար իր կյանքը աստվածային։ Աստծուն տար իր աստվածային մարդուն տար իր աստվածային բնությունը եւ իր որդու միջոցով մարդուն տար որդի լինելու պարգևը, սիրելի եղբայրներ, քույրեր, որպեսզի ոչ թե երկինքը մարդու համար լինի ինչ որ անհասանելի մի տեղ, այլ որ մարդը հնարավորություն ունենա բարձրանա եւ ապրի Աստծո հետ հավիտյան։ Եվ սա, սիրելի եղբայրներ, քույրեր, մարդու մեջ գալիս է վերստին ծնունդով եւ Աստծո կյանքին հաղորդ լինելով, ծայրահեղ դեպքում մարդը, երբ որ նայում է երկինք, ոչ մի բան չի հասկանում, ոչ մի բան չի պատկերացնում։ Ընդհանրապես ինչ կա, ինչ կարա լինի, գնալու ենք երկինք,
ուր են գնալու, ինչ է լինելու այնտեղ։ Եթե ինչ-որ մեկը կարողանա մտածի, որ իր ֆանտազիան, իր այնց երազանքները կարան ինչ-որ բան պատկերացնեն եւ հասկանան բացարձակ ոչ։ Ես հիշում եմ 90-ական թվականներին էր ընկերոջս հետ իրար հետ էինք եւ ինքը իր քրոջ երկու աղջիկներին, պատանի աղջիկներին պատմում էր Հիսուսի մասին եւ պատմում էր երկնքի մասին, երկնային քաղաքի մասին, ինչքան գեղեցիկ է, որ մենք բոլորս պետք է գնանք այնտեղ, որ մեռնել ուղակի այս մարդը չի մեռնում ու կորում, Աստված մեզ փրկում է, տանում է այնտեղ։ Այս երեխեքը սենց հիացած լսում էին ու սենց դրանցից մեկը մեկ էլ սենց ասեց. «Քերի մի հատ հարց տամ էլի»։ Ասեց հասա, ասեց երկնքում տելևիզոր լնելու է։ Ասեց չէ, չի լնելու։ Այնքան հետաքրքիր էր այդ երեխու հիասթափությունը։ Երկինքը դարձավ իր համար անիմաստ մի տեղ։ Էլ չեմ ասում հիմա, չէ, ինչ տելևիզոր։ Ես մտածում եմ, որ եթե ասենք այդ ինտերնետը ապահով այդ բանը Արբանյակը ընկնի, ամեն մի քաղաքում մի քանի հատ հոգեբուժարան մի անգամից կբացվի։ Բարից բուն իմաստով առանց չափազանցեցնել։ Մարդը ինչքան էլ ուզի պատկերացնի ու հասկանա երկինք գնալ այնտեղ ինչա երբեք չի կարա։ Բայց ես ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնենք հիմա, որ այստեղ գրված էր սիրելի եղբայրներ, քույրեր, ես չգիտեմ դուք դրա վրա ուշադրություն դարձրեցիք թե չէ, բայց երբ որ Քրիստոս մեր կյանքը կհայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Քրիստոս մեր կյանքը։ Քրիստոս մեր կյանքը։ Ինչ է անում Աստված։ Սիրելի եղբայրներ, քույրեր, երկրի վրա կրոնները շատ են։ Այո, կա նաև քրիստոնեություն որպես կրոն։ Բայց այդ կրոնը մարդու ներքն աշխարհը, մարդու հոգու մեջ ոչ մի բան բացարձակապես չի կատարում։ Այդ կրոնը ընդհանրապես մարդուն ոչ մի բան չի տալի։ Կրոնը ասում է, սենց բաներ արա, սենց բաներ արա, սենց բաներ արա, հալբատ լավ կլինի։ Վերջը, կգնաս, լավ կլինի, Ալլահի մոտ կգնաս, երկինք կգնաս կամ Բուդայից նորից կծնվես բուդայական ուսմունքում, արդեն ավելի լավ պայմաններում կծնվես, ավելի հարուստ մարդ կլնես, ավելի առողջ։ Վերջը, դու հիմա լավ ապրի, ինչքան կարում ես լավ բաներ արա։ Կրոնը հոգևոր կյանքի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Որն է Աստծո գործը։ Աստծո ստեղծագործության նպատակը։ Ստեղծեց մարդուն, ահա դու երկրի վրա ծնվել ես։ Դու պատահական չես ծնվել։ Քո ծնունդը երկրի վրա պատահականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Դու ծնվել ես Աստծո նախասահմանությունով։ Միջև քո ծնունդը, որ դու հələ չկայիր, քո ծնողներն էլ չկային, Աստված քեզ տեսնում էր ու գիտեր։ Եվ դու ծնվեցիր, եկար աշխարհ, եւ հիմա Աստված քո հետ աշխատանք է կատարում։ Ինչ աշխատանք, որդու կյանքին հաղորդ անելու, սիրելի եղբայրներ, քույրեր, որ քո հոգու ներսում, քո ներքն աշխարհում դու ոչ թե ուղակի ինչ որ կրոնի հետևորդ լինես, ոչ թե ինչ որ մի հատ եկեղեցի ես գնում, եկել ես հիմա որտե ես գնում 7-րդ միկրո եմ գնում, եկար 7-րդ միկրո, չէ։ Աստված քո հետ աշխատանքը կատարում է քո հոգու աշխարհում Քրիստոսի հայտնությունը բերելով, որովհետև առանց Քրիստոսի հայտնության մեր կյանքը անիմաստ է դառնում եւ Քրիստոսի հայտնությունը բերում է քո մեջ նա, որ Քրիստոս դառնում է քո կյանքը, քո համար առանց Քրիստոս ապրելը անիմաստ դատարկ մի բան է, որ քեզ պետք չի, քեզ չի հետաքրքրում սկսել ես կյանքը, եթե քո հոգու աշխարհում Քրիստոսի հայտնությունը չկա։ Աստված իր որդու հայտնությունն է բերում մարդու մեջ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Եվ որդու հայտնությունը բերելով քո կյանքը իմաստավորվում է։ Քո հարաբերությունը Աստծո հետ էլ չի կայանում սրանում, երբ որ նոր սկսում ես մասնակցել հավաքույթի, ես ինքս եմ շատ տենց արել եւ հիմա էլ շատերն էլ տենց են անում ու դա նորմալ է։ Որ գնում ես ասում ես եղբայր ջան, վերջը, այս բանն եմ արել, դա մեղք է, հա։
եղբայրը կամ ասում է հա մեղք կա, կամ ասում է մեղք չի, կամ ասում է արա, կամ մի արա, վերջը, ու դու մտածում ես, ըհը, այս բանը մեղք կա, ուրեմն էսի պետք է չանեմ, հետո էս մի բանը, էդի սկզբից հա, գալիս ես, այտենց քեզ հետաքրքրում է, ոնց անեմ, որ Աստծուն հաճելի լինեմ, ոնց անեմ, որ այս բանը ճիշտ անեմ, սկսում ես այտենց բաներ անել, բայց գալիս է քո կյանքում պահ, երբ որ դու հասկանում ես, որ քո հոգում մեջ, քո ներքն աշխարհում դու Քրիստոսի պակասը ունես։ Դու հասկանում ես, որ այս երկրի վրա ապրելը իմաստավորվում է Աստծո որդու հայտնությամբ։ Եվ այդ ժամանակ դու հասկանում ես, որ քո անելիքները սենց արեցիր կամ նենց արեցիր, լավ արիր, վատ արիր, շատ արիր, քիչ արիր, դրանք չեն քո կյանքը իմաստավորում։ Քո կյանքը իմաստավորվում է Քրիստոսով։ Եվ այստեղ հետաքրքիր է, ասում է Քրիստոս մեր կյանքը, երբ որ երկնքից գա, ի՞նչ է տեղի ունենալու։ Տեղի է ունենալու բնական մեկացում եւ միացում։ Երբ որ դու միանալու ես Քրիստոսի հետ երկնքում, երբ որ քո հոգին հանդիպելու է իրան ընդեղ արդեն, եւ այդ ժամանակ, այո, մենք գնալու ենք երկինք, մեզ տանելու է երկինք, մեզ տանելու է այն քաղաքը, որի մասին մենք պատկերացում անգամ չենք կազմենք, որի ճարտարապետը եւ արարիչը Աստված է, որ ամենաուժեղ ճարտարապետը ստե երկրի վրա բացարձակ չի կարա նմանատիպ ինչ որ բան պատկերացրի, եւ երբ որ կարդում ես հայտնության թուղթը, եւ երբ որ կարդում ես մարգարեությունների մեջ, երբ որ այդ քաղաքը ներկայացնում է, դու հասկանում ես, որ դու ոչ մի բան չես հասկանում։ Կարդում ես ու տեսնում ես ինչպես է նկարագրում ու դու հասկանում ես, որ դա մարդկային ուղեղի, մարդկային մտածելակերպի համար բացարձակ անհասանելի մի բան է, եւ Աստված քեզ տանելու է ընդեղ, բայց տանելու է որպես որդի, որպես իր երեխեն։ Եվ չափազանց կարևոր է, որ երկրի վրա ես ու դու ապրենք որպես որդի, որ Աստծո որդի Հիսուս Քրիստոսը լինի մեր կյանքը։ Ու այդ ժամանակ դու կրոնով չես ապրում։ Եղբայրներ, քույրեր, կրոնը ինչ է անում։ Ասենք ես հավատում եմ Աստծուն, հա հետո ինչ հավատում եմ, ինչի համար եմ հավատում։ Հավատում եմ, որ Աստված ինձ պահի, հավատում եմ, որ Աստված իմ աղոթքները լսի, չէ, հավատում եմ, որ ինձ բժշկի, երեխեքին բժշկի, երեխեքին փորձանքից պահի, հավատում եմ, որ նեղությունից պահի, այսինքն ես հավատում եմ, որ Աստված իմ թիկնապահն է, հետո հավատացի, պահեց, աղոթեցի Աստված ջան այս փորձանքից փրկեց, Աստված ջան այս հիվանդությունից ազատեց, Աստված ջան երեխուն այս նեղությունից ազատի, տոկոսի տակ անգե, անխել քա, փողավերցե, տոկոսի տակ անգե, երեխուն տոկոսի տակից ազատի, Աստված ազատեց, ասենք, տոկոսի տակից հետո, սա է հավատքի կյանքը, բացարձակ ոչ։ Ես խնդրում եմ Աստծուն, որ ոչ մեկ այստեղ հոգս չունենա եւ Աստված բոլորի աղոթքներին պատասխանի, ով ստեղ ինչ դժվարությունով է եկել, բայց հավատքի կյանքը լրիվ ուրիշ բան է։ Հավատքի կյանքը մարդու եւ Քրիստոսի հանդիպումն է։ Հավատքի կյանքը, եղբայրներ, քույրեր, դա Քրիստոսի հայտնությունն է քո մեջ։ Ու դու այդ ժամանակ, այո, ոչ թե ինչ որ կրոնական բաներ ես, ծիսական ինչ-որ բաներ ես ուզում անես, որ սրանք կարելի է, սրանք չի կարելի, այ որ ասենց ես հավատացյալ չլնեի, ես քեզ մի հատ անես տեղը կդնեի, որ կմոռանայիր քո ծննդյան օրը, բան սենց, բայց ինձ պահում եմ, որ էդի չանեմ, չէ։ Հավատքի կյանքը դա Քրիստոսի հայտնությունն է քո մեջ։ Դա Քրիստոսն է քո մեջ։ Եվ որ քո շնչառությունն է կապվում իր հետ, եւ որ քո հոգին, քո ներքն աշխարհը, քո միտքը, քո ներսում դու հասկանում ես, որ առանց իրա անիմաստ է ընդհանրապես քո շնչելը, քո ամբողջ կյանքը իմաստավորվում է Քրիստոսով, ու այդ ժամանակ
երբ որ Քրիստոս կյանքը հայտնվի, դու էլ պիտի հայտնվես նրա հետ փառքով, Տիրոջը փառք, սիրելի եղբայրներ, քույրեր։ Վերջում ուզում եմ կարդամ Հովանու ավետարանի առաջի գլխի հենց առաջի խոսքից։ Տեսեք, թե հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք։ Սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց։ Սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք։ Եվ տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք։ Բայց գիտենք, թե երբ որ նա կհայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է։ Այո, մենք չգիտենք ինչ է լինելու։ Մենք չգիտենք ոնց է լինելու։ Մենք կտեսնենք հափշտակությունը, թե չենք տեսնի։ Մենք կտեսնենք մեռելների հարությունը, թե ոնց կլինի, թե հիմա կմահա, թե հիմա Հիսուսը կգա մեզ կտանի, մենք չգիտենք։ Մեր կյանքի օրերը, մեր կյանքի րոպեները, այստեղ նստած այսքան մարդ կա, մեզանից եւ ոչ մեկը չգիտի քանի օր, քանի ամիս, քանի տարի, կամ քանի տասնյակ տարի է ինքը ապրելու։ Ոչ մեկ տեղյակ չի, բայց մի բան, ինչքան ապրենք որդու հայտնությամբ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Մի օր կապրենք, թե մի դար, որդին մեր սրտերում ունենանք, որովհետև մանավանդ Հայաստանում, ես մտածում եմ աշխարհում առաջի տեղը պետք է որ գրավի այդ ավտովթարների, զոհերի քանակությունը։ Մարդը գնում է մեքենայով հանգիստ, հանդարտ, խաբար չի։ Էնյանից մեկը թռած եկավ, խփեց բորդյուրներին, խփեց իրան մեջի մարդիկ տեղում մահացան։ Վերջացավ։ Ուր հետո։ Որն է հետո այս մարդու իրականությունը։ Մենք չգիտենք ինչ է լինելու։ Բայց ստեղ ասում է, երբ որ նա կհայտնվի, նրա նման կլինենք։ Կլինի ավտովթար, թե կլինի խորը ծերություն, 100 քանի տարեկան ես արդեն պիտի մեռնես Քրիստոսը, քո սրտում ունենաս։ Քրիստոսի կյանքին աստվածային հաղորդ լինես, ուստեղ կրոնը քեզ հետաքրքիր չի։ Կրոնը հետաքրքիր չի։ Քեզ հետաքրքիր է, որ դու իր հետ ապրես, իր կյանքը քո մեջ լինի։ Ամեն։